Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական հանրապետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս։ Այս հարցին խորհրդային Հայաստանի քաղաքացիների մոտ 95%-ը պատասխանեց այո։ Եվ ահա մենք սիրով, հպարտությամբ եւ նաեւ ուրախությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։ Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Ծափարենք այս փաստին, մենք ապրում ենք ազատ անկախ Հայաստանում եւ հիշեցնեմ, որ հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով եւ անցավ ազատ ու թափանցիկ։ Անկախության հանրաքվեի ընթացքին հետևեց 117 դիտորդ 25 երկրից։ Երկու օր անց, արդեն սեպտեմբերի 23-ին, Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ ինքնիշխան պետություն։ Դե ինչպես նշեցի, այսօր արդեն մենք տոնում ենք մեր Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակը։ Հետաքրքիր է, որքանով էր Մարսելի մեզ համար անկախություն ասված է եւ արդյոք մենք կարողացանք հաղթահարել ժամանակի տված մարտահրավերները։ Սիրով բարի երեկո եմ ասում իմ բոլոր հյուրերին եւ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, ու ներկայացնում նրանց։ Պատմաբան Հայկ Հակոբյան, բարի երեկո։ Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյան, ողջույն։ Խորհրդային շրջանի քաղբանտարկյալ իրավապաշտպան ներկայումս անկախ Հայաստանի վառ ներկայացուցիչ Վարդան Հարությունյան, բարի երեկո։ Բարիս բուն իմաստով անկախության սերնդի ներկայացուցիչ Վազգեն Սաղաթելյան, բարի գալուստ։ Մարդ լրագրող, ով ծնվել է հենց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին եւ կրում է Ազատության անունը, Ազատուհի Արասխանյան, բարի երեկո։ Արտ-կոմեդիի հաղորդման հաղորդավար, համահեղինակ Նարեկ Մարգարյան, բարի երեկո։ Պարոն Հակոբյան, ես միանգամից կխնդրեի պատասխանել իմ հարցին, որը նախնական բացման խոսքում նշեցի։ Արդյոք մեզ համար Մարսելի սնունդ էր անկախությունը եւ ինչպես այն նշանավորվեց մեր կյանքում։ Նախ եւ առաջ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել անկախության տոնի կապակցությամբ եւ մեր գործընկերոջը Ազատուհուն ծննդյան օրվա կապակցությամբ։ Ինչ ասել է անկախություն։ Նախ եւ առաջ, եթե մենք խոսում ենք անկախությունից, մենք պետք է պատասխանենք 3 հարցի։ Ինչից ենք անկախանում, ինչպես ենք անկախանում եւ ինչն է այն կատալիզատորը, որը որ մեզ ստիպում է անկախանալ։ Եվ ինչքան խորն է լինում այս 3 հարցերի պատասխանները, այնքան մենք ավելի անվտանգ ենք լինում, այսինքն մեր անկախությունը ավելի պաշտպանված է լինում։ Եվ անկախությունը երբեք Հայաստանի պատմության օրակարգից դուրս չի եկել եւ վերածվել է յուրովի մի տիսակարգի, որի զոհասեղանից երբեք չեն պակասել այն զոհերը, որոնք որ սրբացվել են կամ մեր իրականության մեջ սրբացվել են։ Թերևս Հայկ շատ տեղին էր նշված մի այսպիսի հարց, ես շատ եմ լսել տարբեր տեղերից, որ այսպես թե այնպես ԽՍՀՄ փլուզվելու էր եւ մենք դուրս էինք գալու նրա կազմից։ Ինչն էր պատճառը, որ մենք այդպես ուժով, ինչ որ հատուկ վիրահատական մեթոդով կարողացանք ձեռք բերել մեր անկախությունը։ Մի քիչ հարաբերական է ասել վիրահատական, բայց ամեն դեպքում դա հայերի մեջ, հայկականության մեջ կուտակված մի բաղձալի երազանք էր, ցանկություն էր եւ այդ պահի դրությամբ դա այն նպատակակետն էր կամ նշաձողն էր ավելի ճիշտ, որին որ պետք էր հայ ժողովուրդը հասներ։ Շնորհակալ եմ։ Հասավ 91 թվականին։ Պարոն Հարությունյան, ինչ է համակարծիք չէիք։ Համակարծիք չլինելու խնդիր չկա։ Այնքան կարևոր բան է կատարվել մեր պատմության մեջ եւ բավականին երկար դա տևում է, ես վստահ եմ, որ բազմաթիվ 24 տարիներ կանցնեն եւ մենք կշարունակենք լինել անկախ։ Կասկած ես չունեմ, որ մենք շարունակելու ենք ապրել անկախ բոլոր ուղեկցող դժվարությունների, անկախ բոլոր ուղեկցող հանգամանքների, մենք մեր երազանքը, պատմական երազանքը իրականություն դարձրեցինք, ստացանք ազատությունը եւ ունենք Ազատուհի անունով այդ օրը ծնված մարդիկ անգամ, բայց ես չեմ ցանկանում Հայաստանի Հանրապետության անկախությունը միանշանակ կապել ԽՍՀՄ փլուզման հետ։ Աշխարհի բոլոր իմպերիաների փլուզումներից հետո էլ երկիրներ անկախացել են, բայց իմպերիաները փլուզվել են այդ անկախությունների համար մղվող պայքարի արդյունքում։
եւ հայ ժողովուրդը, եւ մերձբալթյան ժողովուրդները, եւ ուկրաինացիները, եւ աշխարհի առաջադեմ գաղափարներով տոգորված մարդիկ, անկախ դրանից ով որտեղ կապրեր, պայքարում էին ԽՍՀՄ փլուզելու համար։ Հայաստանի Հանրապետությունը նույնպես պայքարել է, Հայաստանի Հանրապետության հայերի մեջ նույնպես եղել են մարդիկ, ովքեր պայքարել են հանուն Հայաստանի անկախության եւ հօգուտ ԽՍՀՄ փլուզման, եւ այդ հաղթանակի արդյունքում Հայաստանը ունեցավ անկախություն, ստացավ իր անկախությունը։ Եվ եթե դա կարելի համարել վիրահատական, ապա թող լինի վիրահատական, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Ավելի լավ, որ վիրահատական տարբերակով է լինում։ Շնորհակալ եմ, ես ուզում եմ հիշեցնել, որ թեև ապրում ենք ազատ անկախ հանրապետությունում, սակայն ամեն վայրկյան հետադարձ հայացք ենք նետում դեպ անցյալ, փորձելու հասկանալ արդյոք ավելի լավ էր սովետական Հայաստանում։ Այդ մասին էլ կխոսենք կարճատև դադարից հետո։ Տոնական է այսօրվա օրը եւ փաստը առհասարակ մեզ համար պատմականորեն շատ կարեւոր եւ ես հպարտ եմ, որ ամեն տարի ունեմ հնարավորություն եթերով բոլորի ներկայությամբ եւ իլուր աշխարհի շնորհավորելու Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի կապակցությամբ։ Ես հիշեցնեմ, որ 1991 թվականի վաղ գարնանը Խորհրդային Միության առաջին եւ բարեբախտաբար վերջին նախագահը Գորբաչովը վերջին փորձն էր անում փրկելու Խորհրդային Միությունը։ Մարտի 17-ին անցկացվեց Խորհրդային Միությունը պահպանելու հանրաքվե, բնակչության մոտ 3/4 կողմ արտահայտվեց խորհրդային երկրի ապագա գոյությանը, իսկ Հայաստանը 5 այլ հանրապետությունների հետ բոյկոտեց հանրաքվեն։ Մարտի 1-ին արդեն Հայաստանի Գերագույն խորհուրդը մերժել էր հանրաքվեի անցկացումը երկրի տարածքում եւ որոշում ընդունել մի շատ կարեւոր որոշում, ընդամենը 6 ամիս հետո անցկացնել անկախության իր հանրաքվեն։ Եվ այսօր Վազգեն Սաղաթելյան, մենք միասին ապրում ենք Հայաստանի Հանրապետության, անկախ Հայաստանի Հանրապետությունում, այսպես ասենք։ Ինչ է դա տալիս այն սերնդին, որը կրում է այդ գիտակցությունը։ Արդյոք մենք կրում ենք այդ գիտակցությունը։ Գիտես, ես ամեն անգամ երբ ասում եմ անկախ, քեզ մոտ էլ տեսա, երբ դու ասում ես անկախ Հայաստան, ասում ես ազատ անկախ, որտեղ մեզ մոտ բնական է անկախությունը ասոցացվում է ազատության հետ։ Եթե դու անկախ ես, դու պետք է լինես ազատ։ Հետևաբար երևի թե ես ինքս չեմ կարող բնական է խոսել պատմական ինչ-որ ակնարկներից եւ չեմ էլ խոսի, որովհետեւ ունենք պատմաբան, չեմ խոսի թե ինչպես էր Սովետում, որովհետեւ մարդիկ ավելի շատ են առհասարակ տեսել են։ Ես խոսեմ հենց այդ ազատության սերունդ կոչվածից, հա, որի ներկայացուցիչ փաստորեն այնպես է ստացվել, որ թվերով ուղղակի ես էլ եմ։ Գիտես ինչ է ազատությունը։ Ազատությունը, եթե չնայենք իրավական տեսակետից, հա, իմ պատկերացնելով դա մարդու ու իր գործողությունների այն փոխհարաբերությունն է, երբ մարդն է հանդիսանում գլխավոր պատճառ այդ գործողության, այսինքն այդ գործողությունները թելադրված չեն իրեն, ինչ որ պայմաններով լինեն դա սոցիալական, թե որևէ այլ։ Արդյոք թելադրված չեն։ Հենց այդ է, որ երբ ես իմ մասին մտածում եմ որպես անկախության սերունդ, իմ մանկությունից սկսած սոցիալական եւ շատ այլ բաներով իհարկե եղել են թելադրված քո գործողությունները, այսինքն ազատ ես չեմ եղել։ Միգուցե իրավական տեսակետից, այո, բայց մարդկային տեսակետից եւ փիլիսոփայական տեսակետից այդ ազատությունը ես չեմ վայելել եւ վստահ եմ, որ այսօր էլ բնակչության մի մեծ զանգված ազատ չէ։ Մենք խոսում ենք ներքին ազատության մասին, թե առհասարակ այն ազատության, որը պարտավոր է լինել այն երկրում, որը հռչակված է ազատ եւ անկախ։ Գիտես, ես առհասարակ խոսում եմ ազատությունից, որովհետև մարդկանց գործողությունները, մարդկանց ապրելակերպը այսօր թելադրված է շատ հանգամանքներով, նրանք ազատ չեն, նրանք կախված են։ Խորհրդային տարիների ամենամեծ սև գծերից է թերևս ցենզուրա ասվածը, գրաքննությունը, որի պատճառով նաև շատ գրողներ, շատ հրաշալի բանաստեղծներ նաև ունենում են ողբերգական ավարտ։ Հետաքրքիր է, որ լրագրողական ասպարեզում նույն այն ժամանակվա հանրային հեռուստաընկերությունը միակն էր, պարտադիր պետք է ունենար գրաքննություն եւ չէր կարող հաղորդավարը իրենից որևէ բառ ավելացնել, դա նախապես շտկված տեքստ էր։ Ազատուհի, դուք լրագրող եք եւ հետաքրքիր է, որ 21-րդ դարում մենք ազատությունը երբեմն անգամ չափից ավելի ենք ընկալում, քան պետք է որ համեցեք։ Ես կցանկանայի որպես մասնագետ անդրադառնալ անկախության ձեռքբերումներից մեկին, որպես այդպիսին ասված, դա խոսքի ազատությունն էր։ Դա ես ասում եմ որպես լրագրող, որովհետև իսկապես լրագրության ոլորտում այսօր կա խոսքի ազատություն, այսօր քաղաքացիների մոտ կա խոսքի ազատություն։ Մարդիկ
եթե չվախենամ, կասեմ չեն վախենում բարձրաձայնել իրենց մտքերը։ Իհարկե համաձայն եմ ձեզ հետ, որ կան դեպքեր, որ այդ խոսքի ազատություն ասվածը չափն անցնում է։ Շնորհակալ եմ։ Նարեկ, դուք եք անկախության սերունդ եւ ձեր Arm-Comedy նախագիծը ինքնին ազատության մասին մի նախագիծ է։ Դուք կարող եք անդրադառնալ բոլոր վատ երևույթներին շատ հումորով ու տեղին ներկայացնելով, ընդ որում առանց հատուկ վիրավորանքների։ Համեցեք, ինչ ասել է խոսքի ազատություն ազատ անկախ Հայաստանում, արդյոք մենք ունենք, արդյոք կարողանում ենք օգտագործել մեր անկախությունը իբրև առողջարար մի բան։ Խոսքի ազատությունը իմ կարծիքով մենք իհարկե ունենք, ուղղակի պետք է հասկանալ, որ խոսքի ազատությունը դա բացարձակ չի նշանակում, որ ցանկացած մարդ ցանկացած տեղ պետք է ամեն ինչ ասի։ Այսինքն ցանկացած երկրում, որ դուք վերցրեք, եթե կա ինչ-որ թեր, դա ինչ-որ ուղղվածություն կոնկրետ ունի, եւ նույնն էլ Հայաստանում է։ Շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք ունենալ այս ձեռքբերումը, սա շատ մեծ պատասխանատվություն է, որը շատ ծանր է, բայց կարողանում ես ազատ շնչել, ինչքան դժվար կլիներ Arm-Comedy հաղորդումը, եթե մենք պետք է գնանք ուրիշ երկիր, այնտեղ ճշտենք արանք, այս կատականենք, այնտեղ ասեն, հա, մենք գանք հետ եւ ինչ-որ փորձենք անել, այդ ամենը շատ տխուր կլիներ եւ առհասարակ երևի անհնար կլիներ։ Իսկ ամենամեծ դժվարությունը, որ մենք ունենք, ինձ թվում է հաղթահարել այդ ներքին, այսպես ասած, կոմպլեքսը, որ դե 24 տարեկան պետություն ենք, ամեն ինչ դեռ վատ է, որովհետև շատ երիտասարդ պետություն ենք։ Այն թվում է 24-ը թող սա լինի վերջին տարին, երբ մենք օգտագործում ենք այդ նախադասությունը։ 25 տարեկան արդեն հասուն երկիր ենք եւ ամեն ինչի համար պատասխանատու ենք մենք։ Շնորհակալություն, մանավանդ, որ որոշ ընտանիքներում 24-ը արդեն 50 տարիք է, ասում են ընտանիք, կազմիր երեխաներ եւ այլն։ Տխուր բաների մասին չխոսենք։ Հրանտ, եթե հետադարձ հայացքով վերլուծենք այն 24 տարիները, որոնք որ մենք ապրում ենք, արդյոք ունենք անկախության առումով ձեռքբերումներ կամ ինչն է մեզ պակասում, որ իսկապես բաց ենք թողել։ Չէ, ես համոզված եմ, որ ձեռքբերումներ կան եւ այդ ձեռքբերումները իրականում շոշափելի են։ Մենք ունենք պետականություն, որը ըստ էության կարողանում է ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը, գնահատել արտաքին եւ ներքին ռիսկերը, արձագանքել այդ ռիսկերին եւ նաեւ այս ընթացքում զարգացնել մշակութային կյանք, հասարակական ինստիտուտներ, պետական ինստիտուտներ եւ այլն։ Եվ եթե համեմատականի մեջ տեսնենք անգամ մենք մեր կյանքը 5 տարի առաջ եւ այսօր կտեսնենք, որ շատ ոլորտներում ոլորտ առ ոլորտ կայանում են եւ այդ կայացումը մեծ հաշվով իր ամբողջականության մեջ բերում եւ արժեվորում եւ իրական արժեք է դարձնում անկախությունը։ Համենայն դեպս այն հարցը, որ կամ այն քննարկումները, որոնք ակտուալ էին օրինակ 10-15 տարի առաջ, որ անկախության ձեռքը կրակն ենք ընկել պատահական ստացված նվերը, հիմա դա չկա այդ հարցը եւ բոլորս հասկանում ենք ինչ է նշանակում ունենալ պետություն եւ արդեն ձևավորում է նաեւ պետական մտածելակերպ հասարակության եւ հատկապես հասարակության երիտասարդ հատվածի շրջանում։ Սա բոլոր այն հիմքերն ու նախադրյալներն են, որոնք թույլ են տալիս այսպես վստահ պնդել, որ անկախությունը կլինի եւս մի քանի 25 տարի եւ նաեւ կլինի որպես բացարձակ արժեք հավիտենական։ Եվ կարևորը այն է, որ իմ կարծիքով վերջի տարիներին հատկապես ընթացքում բոլոր այն խոսքերը, որոնք առաջ վերամբարձ էին հնչում, այդ նույն հավիտենականություն, չգիտեմ, բացարձակ արժեք եւ այլն, դրանք բոլորը արդեն իսկ մարմնավորվել եւ ինչ որ չափով գիտակցվել են հասարակության կողմից։ Այսինքն մենք հասկանում ենք ինչ է անկախություն, դա արդեն երազանք չէ, դա իրողություն է, որի պարագայում մենք ապրում ենք եւ իրողություն է, որը լավ ասեց Նարեկը, կարևորագույն հատկանիշն է պատասխանատվությունը, որը արդեն սկսել ենք զգալ։ Այսինքն դա արդեն էլ նվեր չի, դա արդեն երկնքից ընկած ինչ որ բան չէ, դա ձեռքբերում է, որը արդեն մենք կրում ենք եւ կապված նայած թե որքան պատասխանատու կվերաբերվենք այս առաքելությանը, որ մեր ավագ սերնդից արդեն իսկ փոխանցվել է մեզ, կապված դրանից մենք կարող ենք ասել, թե ինչքան հավիտենականություն ինչքան երկար կտևի այս պետականության։ Շնորհակալություն Հրանտ, Հայկ, ում է վերապահված անկախության ձեռքբերումը եւ ում է վերապահված նրա պահպանումը։ Մի հետաքրքիր պատմություն հիշեցի, մի քանի տարի առաջ հորս ընկերը վերադարձավ արտերկրից, որ 90-ականներին էր լքել, վերադարձավ եւ բոլորը իրան այլմոլորակայինի նման էին վերաբերում, որտեվ ասում է գյոզալ կյանքը թողել ես ու վերադարձել ես Հայաստան, որտեղ ոչ աշխատանք կա, ոչ բան, մարդը տեղավորվեց աշխատանքի, մարդը նորմալ ապահովում է իր ընտանիքի բարեկեցությունը եւ ապահովում է իր զավակների եւ իր ժառանգության հայ մնալու երաշխիքը ունի ինքը այսօր։
Հիմա հենց այդ սերունդին է եւ այդ սերունդը այսօր մի քիչ թող կոպիտ չհնչի, բայց խորհրդային ծերուկներին մի քիչ այլ կերպ է նայում, ովքեր որ թեկուզ ասենք, հա, պլանշետից կամ ասենք հեռախոսներից բան չեն հասկանում, բայց էական չի, նրանք փոխանցել են մի մեծ ժառանգություն եւ այդ ժառանգությունը տրանսֆորմացիա է ենթարկում այսօր։ Եվ այսօր յուրաքանչյուրս անկախ մեր ծննդյան տարիքից, ծննդյան տարեթվից պարտավոր են կրելու եւ շարունակելու պետականության եւ անկախության խորհուրդը։ Յուրաքանչյուրից մեզ ամեն առավոտյան, երբ որ մենք արթնանում ենք քնից, մենք պետք է դա ապրենք, թեկուզ այն շիշը աղբը գցելուց սկսած մինչև վեհ խոսքերը, որովհետեւ հենց դրանից է սկսում անկախությունը։ Ճիշտ է, ասած պարոն Հարությունյան, խորհրդային տարիների հետ կապված իմ դիտարկմամբ մեր մի քիչ ավագ սերունդը առավել հարմարավետ էր իրենց զգում, երևի այն պատճառով, որ որոշում ընդունելու կարիք ամեն վայրկյան նրանք չունեին։ Եվ իհարկե սա ավելի հեշտացնում է կյանքը։ Կարող ենք ասել, որ անկախության ամենամեծ բարդություններից է հենց քո որոշումը կայացնելու եւ դրա համար պատասխանատու լինելու փաստը։ Կարծում եմ կարելի է ասել, խորհրդային մարդը ոչինչ չուներ անելու, նրան վճարում էին իր 60-70 ռուբլին, այո, նա գոհ էր, երշիկ կար, կարևոր չի, որակի մասին խոսք չկա, եթե կար։ Ամեն ինչ նորմալ, նրանք համարում էին, որ դա հավերժ է եւ հանկարծ նրանց հավերժությունը ավարտվեց։ Նրանց մոտ մեծ տրավմա կա։ Հիմա որ խոսում ենք իմ տարիքի եւ ինձանից մեծ տարիքով շատ մարդկանց հետ, ցավով նկատում ենք, որ նրանք չեն հասկանում, թե որտեղ են ապրում։ Բայց նրանք պետք է հասկանան, որ նրանք ապրում են մի երկրում, որը իրենցն է եւ իրենք են պատասխանատու այդ երկրի համար եւ իրենց ջանքերով, իրենց թափած արյամբ եւ իրենց թափած քրտինքով այդ երկիրը պետք է հավերժացվի, ինչի մասին որ խոսեցինք։ Եվ ամենակարևոր հանգամանքը մի քիչ առաջ մենք խոսում էինք ազատ եւ անկախ Հայաստանների մասին։ Ես ուզում եմ անպայման անդրադառնալ այդ երկու տերմինների համադրությանը՝ ազատ եւ անկախ։ Չի նշանակում երկիր, որը անպայման հենց ազատ է, այլ նշանակում է անկախ երկիր, անկախություն, որի միջոցով մենք պետք է հասնենք ազատության։ Այ մեր գործն է, ձեր գործն է, ինձանից տարիքով մեծերի եւ ձեզանից տարիքով փոքրերի գործն է եւ գործն է լինելու անկախության միջոցով հասնել մի այնպիսի բարեկեցիկ, մի այնպիսի ազատ երկրի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն ազատ կզգա։ Ճիշտ է, մարդը սոցիալական էակ է, միշտ պայմանականություններ լինելու են։ Մարդ կախված է լինելու այդ պայմանականություններից, բայց ազատությունը սահմաններ ունի, բայց այդ ազատը մենք պետք է ունենանք այն երկիրը, որը որ երազել են մեր պապերը։ Ազատության անսահմանությունը երբեմն վերածվում է անարխիայի, այդ պատճառով իհարկե ցանկալի է, որպեսզի թեկուզ պայմանականությունները կամ խորհրդանիշերը պահպանվեն, դրանք մեր կարևոր հիմնասյուներից են։ Կարճատև դադարից հետո կշարունակենք մեր տոնական եթերը։ Հայաստանի Հանրապետության անկախության տոնական տրամադրությամբ, հուսով եմ տոնական է տրամադրությունը, շարունակում ենք մարդկային գործոնում մեր եթերը, Նարեկ, Ազատուհի, Վազգեն, կա տոնի զգացողություն։ Այ չէ, ես գտնում եմ, որ մեր մոտ իմաստը կա, բայց փաթեթավորումը դեռ բացակայում է, պետք է այդ փաթեթավորումը լավ մշակել, ոնց որ ուրիշ երկրներում է, ինչ որ իր ծիսակատարություններով, որտեվ ի վերջո ինչպես ենք մենք նշելու անկախության օր այսօր, ոչ ոք տենց հատուկ նոր տարում գնենք սեղան ենք գցում, չէ, ինչ որ վարդավարին իրար վրա ջուր ենք լցնում, բայց ստեղ ինչ որ տենց ծիսակատարություն չունենք, իսկ դա շատ կարևոր է, որպեսզի եկող սերունդը արդեն տեսնի եւ ինչ որ հույզեր ձևավորի այդ տոնի հետ կապված։ Հիմա ասենց շատ քաոտիկ է դա, ինչ որ դրոշներ ենք մեկ-մեկ տեսնում, ինչ որ ուրիշ բաներ ենք տեսնում։ Որպեսզի անկախությունը մարդիկ սիրեն, պետք է սիրեն տոնը, որտեղ այդ մեծացող սերունդը առաջի բանը, որ տեսնում է, դա նոր տարվա ձմեռպապն է, դա այդ ծառն է եւ հետո նոր սկսում է գնահատել եւ փիլիսոփայական իմաստը հասկանալ այդ ամենը։ Մի կարևոր բայցով չմոռանանք, որ նույն խորհրդային տարիների գրաքննությունը թույլ չէր տա երբևիցե քննադատական մի բառ անգամ ասել այն համակարգի հասցեին, որը որ տիրում էր բավականին լուրջ երկրներում եւ այսօր մեր իսկ երկրում մեր իսկ ստեղծածի ամեն քայլափոխին մենք քննադատում ենք եւ երբեմն անգամ քայքայում այդ քննադատությամբ Ազատուհի Քննադատության առումով համակարծիք եմ, որովհետև ես էլ շատ դեպքերում, նույնիսկ իմ հասակակիցների շատերի մոտ լսում եմ այն տեսակետը, որ ապագա չկա Հայաստանում, մենք պետք է գնանք այլ երկրում, նույնիսկ ոչ մասնագիտական, իրենք այստեղ փնտրում են մասնագիտական աշխատանք, բայց դրսում նույնիսկ ոչ մասնագիտականին կողմնակից են։ Ես դա չեմ ընդունում, որովհետև երբևէ ես ինքս չեմ մտածել Հայաստանից դուրս գալու մասին։ Չեմ ընդունում նաև Երբ այդ տեսակետն է, երբ շատ համեմատում են Հայաստանը այլ երկրների հետ, այլ տեսեք ուրիշ տեղ էսպես է, Հայաստանում այնպես է, իսկ
տոնի հետ կապված, հա, Նարեկի հետ համաձայն եմ, մենք միշտ կլոր տարեդարձների ժամանակ ենք ինչ-որ միջոցառումներ եւ այլն լինում են։ Ֆորս մաժոր։ Համոզված եմ մյուս տարի կլինեն ինչ-որ տոնակատարություններ եւ այլն, որը մեզ կհիշացնի եւս մեկ անգամ, որ այսօր տոն է, այսօր անկախության օրն է։ Օրինակ ես իմ ծննդյան օրն է այդ օրը, բայց առաջին հերթին տոնում եմ որպես անկախության օր, բայց ինքս իմ հետ, որովհետեւ քաղաքում որևէ տոնակատարություն, որևէ հուշող բան բացի դրոշներից իսկապես չկա։ Ես իմիջիալոց կուզեի, որ դրոշները միշտ լինեն, այլ ոչ թե անկախության օրվա կապակցությամբ դրվեն, հետո հավաքվեն, որովհետև մեր քաղաքում, մեր երկրում շատ են պակասում խորհրդանիշերը։ Նրանք, որոնք ոչ թե գրքի վրա տպագրված են, այլ որոնք կարող ես տեսնել փողոցներում եւ քեզ իդենտիֆիկացնել հենց քո այդ խորհրդանիշի հետ։ Վազգեն, տոնական տրամադրություն ինչպես կարող ենք ստանալ եւ մի այսպիսի հարց։ Աշխարհի վրա վաղուց կախված է գլոբալիզացիա երևույթը, իբրև Դամոկլեան սուր, հա, եւ այն ճոճվում է։ Մենք նոր սկսում ենք հաստատել մեր իրավունքը ազատ ու անկախ լինելու ըստ էության։ Գիտեք, ես էլ երկու տարբեր ինձ թվում է, ես այնպեսի տպավորություն չունեմ, որ եկել եմ ձեր տոնը փչացնեմ, ինչ որ դա սա լավ բաներ են ասում, ես ինչ որ բան, չէ։ Ուղղակի sense մի բան։ Երկու ճանապարհ կա, որ սա դառնա այնպիսի տոն, ինչպես մենք տեսնում ենք օրինակ ԱՄՆ-ում, այնտեղ այնպեսի Եվ անգամ այստեղ դեսպանատանը սիրով գնում ենք, մասնակցում ենք, տոնում ենք։ Այստեղ ինձ թվում է երկու կա, մեկը կար բնական ճանապարհ, որ մարդիկ իսկապես հիմա պետքա բոլորը գիտակցեին, որ ինչ լավ է, մենք ազատ ենք, դեռ դա չկա, եկեք համաձայնենք, որ չկա, որտեվ եթե լիներ, այստեղ 6 հասուն մարդ չէր հավաքվի, ինչ որ բաներ խոսել այդ թեմա, որտեվ կա տրիվիալ բան։ Շատ լավ է, իհարկե շատ լավ է, մենք անկախացանք, ազատ ենք, խոսելու բան չկա, չգիտեմ, ինչ որ ուրիշ թեմայով այսօր մի բան կլիներ։ Բայց այսինքն այս ճանապարհը, որ բոլորը գիտակցում են, բոլորը ուրախ են, այդ էնտուզիազմը պետք է լիներ, չունենք։ Երկրորդ տարբերակը իհարկե արհեստական ինչ-որ PR անել, ես չեմ, այդ վատ չի արհեստականը, պետք է մարդկանց բերել դրան։ Եթե սկսենք անել կամաց, իհարկե 24 տարում չենք կարող այդպես ինչ-որ գրանդիոզ ինչ-որ բաներ ստանալ, չէ։ Կամաց սորտը որ սա տոն է, մարքեթինգ անել, PR անել, ուրախ, որ մարդկանց մոտ առաջինը սեպտեմբերի 21-ը ժպիտ բերի ուրախություն ու ազատություն, անկախություն չգիտեմ։ Այդ երկու տարբերակն է։ Երկու ոչ աշխատանքային օր։ Հա, արդեն տեսեք արդեն պոզիտիվ լուծումներ են գտնվում։ Բայց եթե իսկապես հարցին վերադառնանք, անցած տարի ես հաճույք ունեցա սեպտեմբերի 21-ին դիներ մարտական դիրքերում եւ այնտեղ տեսա զինվորներ, ովքեր ժամկետային ծառայողներ են, թե ինչպիսի տոնական տրամադրություն կար հենց այդ օրը, հենց այդ զինվորների շրջանում, իրենք ցես հպարտ էին, զգում էին իրենց այդ անկախության կրողը, զենքը ձեռքին այդ պահին սահմանում կանգնած է եւ ինչ որ հյուրեր են գալիս, շնորհավորում են միմյանց, թեկուզ փոքր ինչ որ հյուրասիրություն, շատ փոքր ինչ որ մի բան, հա, որը այդ տեղի համար յուրահատուկ չէր այդ պահին, այնտեղ դարձնում էր այդ տոնական տրամադրությունը, ես ավելի քան վստահ եմ, որ այն զինվորներ, ովքեր հետո վերադառնում են հասարակություն ու նրանք, ովքեր արդեն մեկ անգամ այնտեղ զգացել են դա որպես տոն, որպես իրենց արժեք, որպես իրենց էություն, հետո դառնում են այն դեսպանները, ովքեր տարածում եւ զարգացնում են։ Եվ դա վերաբերում է ոչ միայն զինվորներին, ես կոնկրետ այդտեղ այդ օրինակը տեսա, բայց ավելի քան համոզված եմ, որ թեկուզ արտասահմանում գտնող, չգիտեմ, դիվանագետ կլինի, թե ինչ կլինի, մարդ, ով ինքը այդ պահին իրենց զգում է պատասխանատու եւ առաջնագծում, կայո չէ, մարտական առաջնագիծ է դա, թե մշակութային, թե չգիտեմ, ինչ որ, այլ ինքը այդ պահին զգում է դա արժեք, այդ պահին ընկալում է դա եւ դա դառնում է իրենը եւ իր շրջապատին։ Ինձ թվում է ինչ որ չափով նաեւ այնուամենայնիվ համաձայն չես, բայց բոլոր դեպքերում ժամանակ պետք է, որպեսզի հասարակության ավելի լայն զանգվածներ ներազդվեն դրանով, ապրեն այդ երևույթը եւ փոխանցեն իրենց շրջապատին։ Ինձ թվում է ամենից շատ մենք զգում ենք մեր երկրի անկախ լինելու փաստը, երբ տեղի են ունենում համահայկական երևույթներ։ Լինեն համահայկական խաղեր, լինի ինչ-որ հատուկ ծրագիր, որը երիտասարդների փոխանակման ծրագիր է, մեր խոսքը սփյուռքահայերի մասին է, կամ թեկուզ նույն ցեղասպանության տարելիցի 100-ամյակին ընթരാճ բոլոր միջոցառումները։ Եվ պետք է շնորհակալություն հայտնենք երիտասարդ սերնդին, որոնք մեր խորհրդանիշերը բերեցին առաջնային պլան։ Դրոշից սկսած, երբ ֆուտբոլային խաղերին նայում ես ներկայումս, անհնարին է, որ չլինեն եռագույնը ներկած երեխաներ, փոքրիկներ կամ անգամ քաղաքական շարժումների մեջ, որոշ մասսայական շարժումների մեջ մենք տեսնում ենք էլի մեր խորհրդանիշերի բարձրացումը։ Հիմա որքանով է անկախության տարիներից այս կողմ այդ խորհրդանիշերը մեզ համար իսկապես որքանով են դարձել կարևոր եւ արդյոք մենք կարողանում ենք դրանք պրոպագանդել, ինչպես նշեց Նարեկը, ճիշտ փաթեթավորմամբ ներկայացնել։ Տեսեք, մենք ունենք 3-4 խորհրդանիշ պետականության,
դրոշը, զինանշանը, օրհներգը եւ նախագահի ինստիտուտը։ Նույն ինքը պետականությունը, ճիշտ 4-ը եթե համախմբենք, հա։ Մենք ունենք զինանշան, որը գալիս է դեռևս շատ վաղուց, մենք ունենք դրոշ, որը գալիս է էլի հին բանը, եւ մենք ունենք օրհներգ, որը երգել են Վանի հերոսամարտի տղաները, որոնք որ Վանի հերոսամարտում հերոսացել են եւ ինչ որ չափով նաեւ հաղթել են, եթե մեծ հաշվով վերցնենք, խոշոր հաշվով վերցնենք, յուրաքանչյուրս պետք է պահպանի այդ խորհրդանիշը։ Երբ որ կրծքավանդակին պիջակի վրա կպցնում են եռագույնը կամ գերբը, կամ դա արդեն պահպանման մի փոքր էլեմենտ է։ Երբ որ մեքենայի դիմապակուն կպցվում է եռագույնը, դա նույնպես պահպան։ Ուրեմն հարգում է այդ դրոշը, որ ինքը ուզում է անդադ իր աչքի առաջ։ Շատ ավելի կենցաղայինից պետք է սկսել։ Հենց դա եմ ասում։ Խորհրդանիշի պահպանումը։ Պարտադիր չի, որ կամուրջների վրա մեծ, հա, շատ լավ կլինի, իհարկե լավ կլինի։ Պարտադիր է, ինչու ոչ։ Ես գալիս եմ Երևան։ Ամենացածրից, ամենապարզից պետք է սկսել։ Դա շատ հրաշալի է, շատ լավ է։ Օթակայանի ճանապարհից մինչև արդեն քաղաքի կենտրոն հատուկ են դեպքերում է, երբ տեսնում ես դրոշ։ Եվ առաջին իդենտիֆիկացիան տվյալ երկրի կամ քաղաքակրթության հետ արդեն գալիս է նրա պետական խորհրդանիշը։ Խորհրդանիշի պահպանման նաև մի տարատեսակ է, որ այն հաստատությունների վրա, որտեղ ծածանվում է եռագույնը, պարբերաբար լվանան։ Նաև, այո, հետևեն։ Որովհետև շատ կարևոր է, որ դրոշը մաքուր լինի, գերբը ոսկեզոծ լինի, պահպանված լինի, առյուծի տեղը սմայլիկ չլինի։ Արարատը ճիշտ լինի պատկերված գերբի վրա։ Որովհետև, այո, որովհետև այսօր մեր թշնամիները, այսպես ասեմ, Թուրքիան եւ Ադրբեջանը դա սկսել են նկատել արդեն։ Պետք է Արարատը, որ այսօր մեր տարածքում չի, շատ ցավոք, պետք է ճիշտ լինի։ Տարիներ առաջ մենք ընկերներով փորձեցինք կերտել Հայաստանի Հանրապետության անձնագիրը եւ ծննդավայրի անկախ մեզնից ամեն մեկը սենց ինչ որ փոքր բան ու ստացվեց ինչ, ստացվեց ծննդավայր հայկական լեռնաշխար, վավերականությունը հավերժ։ Ես ուզում եմ, որ մեր խորհրդանիշները միշտ լինեն հավերժ եւ տարածվեն ամբողջ հայկական լեռնաշխարհի վրա։ Մենք կարողացանք դժվարությամբ, սակայն ձեռք բերել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Սա մի պատմական փաստ է, որը այսօր նոր սերունդը մարսում է շատ հեշտորեն, որովհետև նրանք արդեն անկախ են։ Իսկ այն ավագ սերունդը, որը դրա մասին երազում էր տարիներով, գուցե լիարժեք կերպով չէր կարողանում վայելել այդ անկախությունը։ Պարոն Հարությունյան։ Մի քիչ բարդ է եղել իհարկե անկախության հռչակմանը հաջորդել են պատերազմ, անկախության հռչակումից ծանր տարիներ շրջափակում, բոլորս դուք շատերը կարող են նույնիսկ ոմանք ծնված չեն եղել դեռ, ոմանք ծնված են եղել, բայց կհիշեն դա ապրել ենք ծանրագույն տարիներ եւ դա կարելի է համարել եւ այսօր ունեցածը արդեն կարող ենք համարել հսկայական մեծ ձեռքբերում։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մենք այդ օրը ինչքան ենք կարողանում որպես տոն մատուցել կամ հասկանալ կամ անցնել, ես ճիշտ ասած չգիտեմ ամերիկացիները իրենց անկախության հռչակման առաջին 10-20 տարիները ոնց են նշել, տեղյակ չեմ։ Բայց չեմ կարծում, որ նրանց մոտ էլ դա եղել է, ասենք, ոգևորության ինչ-որ մի ավելի շատ պատեր էին կարծում, որ բրիտանցիները չվերադառնան։ Բայց կամ շարունակում էին թեյ լցնել օվկիանոսի մեջ, բայց կգա ժամանակը դա նույնպես կլինի։ Իհարկե մենք բախվել ենք մի այնպիսի իրականության, որ պետք է ջարդենք, մենք բարիկադներ ենք անընդհատ հաղթահարում, ամեն քայլափոխի, մենք 24 տարի անընդհատ պատերազմի մեջ ենք, ինքներս մեզ հետ, ինքներս մեր շրջապատի հետ։ Առաջին հերթին ինքներս մեզ հետ։ Եվ այդ պատերազմում մենք պետք է հաղթենք, նաև մեզ հետ պատերազմում։ Եվ մեր էներգիան, մեր ամեն ինչը գնում է այդ ամեն ինչի, այդ պատերազմի վրա, այդ շրջափակման վրա, այդ մեր ներսում եղած ազատության տարընկալման վրա կգա մի ժամանակ եւ մենք լավ էլ կփաթեթավորենք այդ ամեն ինչը։ Հայեցողության սահմանափակում ավելի դաժան է, քան փաստացի ոչ անկախ լինելը, որովհետև երբ որ դու մտահորիզոնով լայնախոհ չես ու ազատ չես, այդ դեպքում որևէ իրավական ազատություն քեզ չի շնորհի քո ազատ լինելը։ Ազատուհի, պարոն Հարությունյանը շատ տեղին նշեց մեր պատերազմը ինքներս մեզ հետ։ Ձեր սերնդակիցներին այնուամենայնիվ ինչպես եք հիմնավորում, որ մենք ապրելով այս երկրում այսօրվա համար պատասխանատու ենք եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանել այդ անկախություն ասվածը։ Ոչ միայն պահպանել, էլի պաշտպանել։ Կարծում եմ իմ սերնդակիցները, անկախության սերունդը, դա անկախության ձեռքբերումներից մեկն է։
որովհետև մենք ունենք անկախության սերունդ, որոնք ովքեր շատ հարցերում այսօր շատ հարցերի հետագա ընթացքը որոշում են իրենք։ Այսօր ունենք անկախության սերունդ, ովքեր կանգնած են սահմանին եւ պաշտպանում են այդ անկախությունը։ Նույն այդ անկախության սերունդը այսօր բարձրաձայնելով որևէ խնդրի մասին, կան հարցեր, որոնք ամեն դեպքում լուծում ստանում են։ Վազգեն, առաջնային ու հիմնական արժեքները, որոնք որ մենք պետք է կարողանանք այսօր կերտել, որպեսզի վաղը պահպանենք մեր անկախությունը։ Որոնք որ չկան, թերացել ենք։ Գիտես, ես կրկին փորձեմ դիտարկել ավելի շատ մարդկային տեսակետից, այստեղ խոսեցինք խոսքի ազատության մասին, ես ճիշտ լրագրող չեմ, բայց անդադ առնչվում եմ այդ բանի եւ շատ ուրախ եմ, ես չեմ պատկերացնում անգամ, որ կարող էր դա չլինել։ Դա երևի թե ճիշտ եք ասում արդեն այդ տարիքային խնդիրն է, որ ինձ համար դա մի բան է, որը պետք է լիներ։ Իսկ մեզ համար խոսքի ազատությունը առանց նախապայմանի է։ Այո, դրա համար իհարկե ես չեմ ուզում հիմա պատկերացնել, որ դա չկար եւ իհարկե դա պետք է պահպանել։ Դրանից բացի այդ ճիշտ ես դու ասում, նոր ասացիր, որ պետք է լինի այդ ներքին ազատությունը, մարդկանց մտածելակերպի ազատություն։ Դա է շատ կարևորը, որը այսօր ինձ թվում է շատ նեղված է շատ մարդկանց մոտ, կարծրատիպերից ելնելով այդ դա որ լինի ազատ, մարդու միտքը որ լինի ազատ, ինձ թվում է շատ ազատություններ դրան կհետևեն։ Լավ, մի հարց, ինչ որ մեկի միտքը շատ ազատ է, նա լայնախոհ է եւ նա փորձում է թեկուզ իր ինտերնետային ազատության մեջ դա դրսեւորել, եւ մյուս մասը, որ այդքան ազատ չէ, իր անազատության փորձում է ճնշում գործադրել տվյալ ազատի վրա։ Այս ամենը ինչ որ մենք ունենք, սա հետաքրքիր ֆենոմենի հետևանք է։ Մենք ունեցել ենք այդ 95%-ը, որ կողմ է քվեարկել 88 թվականից սկսել է այդ շարժումը, մարդիկ ովքեր որևէ էմպիրիկ գիտելիք չեն ունեցել, այդ անկախ լինելը ինչ է նշանակում։ Մենակ զուտ տեսական ինչ որ բաներ են պատկերացել։ Նրանցից ոչ միայն գիտելիք չեն ունեցել, այլ նաև չեն իմացել ինչ պետք է անեն, երբ որ այդ անկախությունը, բայց այդ բնազդային ոնց որ ցանկությունն է եղել։ Եվ ունենք հիմիկվա սերունդը, որը արդեն ունի by default անկախությունը եւ պետք է հասկանա ինչպես այն պահպանել եւ ինչպես դրանով օգուտ բերել երկրին։ Նարեկ, երբ դուք որևէ հումոր եք անում կամ հումորային էտյուդ եք ստեղծում այս կամ այն քաղաքական գործչի հետ կապված, լինում են ճնշումներ կամ ահազանգեր կամ ինչ որ կերպ փորձում են ձեզ խմբագրել։ Դե քանի քաղաքական գործիչները 6-րդ զգայարան հաղորդաշարում չեն, նախորոք չեն իմանում, որ մենք հումոր ենք ստեղծելու, բայց հետո post factum այո, լինում են, որ ինչ որ հասնում է, ինչ որ այս ինչը դուրը չի եկել կամ արձագանքը կա։ Ինչ որ տենց որոշ տենց շատ թեթև չասեմ սպառնալիք նույնիսկ, բայց հիմա բաներ լինում է, հա, բայց դա էլ է նորմալ, դա էլ է խոսքի ազատություն։ Եվ եթե հիմա դուրս գանք փողոցում մեկին մի բան ասենք, այդ մարդն էլ ինչ-որ մի բան կպատասխանի, դա լրիվ բնական է, լրիվ լավ է եւ շատ լավ է, որ եւ մենք կանք, եւ դժգոհները կան, եւ գոհերը կան, այդպես էլ պետք է լինի։ Պարոն Հարությունյան, ձեր ժամանակ ԽՍՀՄ տարիներին, եթե ինչ-որ հակակառուցողական բան ասվեր, ինչ կանեին տվյալ մարդու հետ։ Դատապարտային, իմ ընկերները դատապարտված են եղել, ես դատապարտված եմ եղել։ Որ ֆրազայի համար, որ արտահայտության համար։ Դե մեզ ինձ եւ իմ ընկերներին դատապարտել են համաձայն իրենց քրեական օրենսգրքի եւ տեղին։ Մենք գործել ենք այդ պետության դեմ։ Մենք հռչակել ենք մեզ այդ պետության դեմ գործիչներ եւ դատապարտվել ենք, բայց լրիվ անմեղ մարդիկ էին դատապարտվում, օրինակ Ստալինյան շրջանի մարդկանց այսպես կոչված բռնադատվածներից ես չգիտեմ, կարող է 5%-ը լիներ, որ պետությունը չէր ընդունում, բայց որպես կանոն մարդիկ դատապարտվում էին 10 տարվա, 15 տարվա, 25 տարվա ազատազրկման, կորցնում էին իրենց ընտանիքները, կորցնում էին իրենց կյանքը չիմանալով անգամ մինչև վերջ դատապարտումը անգամ գրելուց հետո չիմանալով թե ինչի համար են նրանք դատապարտված։ Եվ որքան գումար էր վատնվում այդպիսի անհասկանալի գործունեության վրա։ Դե գիտեք, միլիոնների են հասնում, զոհերը պատմաբան ունենք, որը չգիտեմ, թվերը ճշտված էլ չեն նույնիսկ, բայց 60 միլիոն է հասնում մինչև երկրորդ համաշխարհային պատերազմում եղած զոհերի հետ միասին բռնադատվածների թիվը։ Մարդիկ, ովքեր դատապարտվում էին, չիմանալով թե ինչ են դատապարտվում, գրագետ մարդկանց մասին եմ ասում նույնիսկ, գրագետ, գիտնական, պատմաբան, ես չգիտեմ, կամայական մարդ, որը դատապարտում էր առանց պատճառի, բռնադատվում էր, բռնի դատապարտվում էր։ Ինչ վերաբերում է ինձ եւ իմ ընկերներին, այդ կարգի երկրները դատապարտվում են միշտ այն մարդկանց, ովքեր հայտարարում են իրենց նրանց դեմ, մենք բացահայտ դեմ ենք արտահայտվել, գործել ենք ընդհատակում, բացահայտվել ենք, դատապարտվել ենք։ Պարոն Հարությունյան, երբ դուրս եկաք ազատություն,
Իմը շատ հետաքրքիր է եղել։ Ես դատապարտվել եմ 8 տարի ազատազրկում եմ ստացել, դատապարտվել եմ 80 թվականին եւ ազատ եմ արձակվել 88-ին։ Ես դատապարտվել եմ մի երկրում, վերադարձել եմ բոլորովին ուրիշ երկիր։ Ես եկել եմ ընկերներիս ուղեկցությամբ օպերա, որտեղ միտինգ էր, հսկայական զանգված մարդկանց եւ որևէ մեկը նրանց չէր ձերբակալում։ Այդ ինձ համար շոկ էր, ես փոքր էի, բայց հիշում եմ ու ինձ չէր ձերբակալում։ Ես դեռ աքսորավայրում էի, բոլորի շատ հայտնի Պարույր Հայրիկյանը ինձ նամակ էր գրել, որ Երևանում միտինգներ են, ես մտածում էի լավ էս ինչա գրում, ոնց կարող է նման բան։ Ես եկա տեսա, նա արդեն Երևանում էր, ես զարմացա։ 88 թվականին մենք արդեն ուրիշ երկրում էինք ապրում, իսկ 91 թվականում մենք ապրում ենք մեր երկրում։ Նա ուրիշ երկիր էր, լավ, հետաքրքիր, պայքարով լեցուն, բայց մերը չէր։ Հիմա մենք ապրում ենք ազատուհու ծնված օրվանից հետո մենք ապրում ենք մեր երկրում։ Ամփոփելով եւ արդեն գալով ավարտին։ Մենք ապրում ենք մեր երկրում, որը այո, ինչպես յուրաքանչյուր երկիր ունի բազմաթիվ խնդիրներ։ Ես վստահ եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերցնում ենք դա որպես քաղաքակիրթ առաջատար երկրներից մեկը, այնտեղ այնքան խնդիրներ կան, որոնք մեզ հասարակ մահկանացուներից չեն էլ հասնում եւ տեսանելի չեն, եւ դա չես կարող տեսնել իբրև տուրիստ կամ անգամ 5 տարի այնտեղ բնակվող մեկը։ Այստեղ գուցե բարեբախտաբար ամեն ինչ տեսանելի է եւ վատը եւ լավը եւ ջերմը եւ անտարբերը, եւ կարծում եմ դա է խնդիրներից մեկը, որ մենք անընդհատ փնտրում ենք ինքներս մեր մեջ, փորում ենք ու փնտրում ենք ինչ-որ բան, որը չենք գտնում, որովհետև այն ինչ մենք փնտրում ենք հենց այստեղ է, մեր երկրում, մեր մեջ։ Հրանտ ամփոփելով, կարող ենք միջազգային ինստանցիաների հետ համեմատվելով ասել, որ այնուամենայնիվ մենք գրանցել ենք առաջ խաղացում։ Միանշանակ կարող ենք հաշվի առնելով նաև անկախության հռչակման գործողությունների հերթականությունը եւ օրինականությունը, դա եղել է անթերի իրավական գործընթաց եւ այդ պայից սկսած իհարկե մենք ստացել ենք հնարավորություն եւ մրցելու եւ հաղթելու եւ մեզ լավագույն կողմերով դրսեւորելու միջազգային ցանկացած հարթակում։ Անկախությունը մեր իսկապես հաղթանակներ է զգում, պետք է սնուցել անընդհատ այդ անկախությունը նոր հաղթանակներով եւ կարծում եմ այն ինչի մասին այսօր խոսեցինք եւ հատկապես անկախության սերնդի, որովհետեւ ստացվեց մի քիչ այն կողմ են նստել, բայց մենք նույնպես բոլորս, նաեւ պարոն Հարությունյանը մեր ժամանակների մարդն է, նա այն ժամանակների մարդը չէ, բոլորս միասին պետք է ստեղծենք այդ նոր հաղթանակները, որոնք պետք է սնուցեն եւ ավելի կայացնեն այդ անկախությունը եւ պետականությունը։ Շնորհակալ եմ, Հայկ։ 91 թվականին մենք իրագործեցինք մեր երազանքը։ Իսկ հիմա ո՞րն է մեր երազանքը։ Եկեք ստեղծենք մեր երազանքը, որը որ մենք պետք է իրականացնենք ապագայում։ Մեզ պետք չէ հիշել, մեզ պետք է պատկերացնել ապագան եւ ստեղծել մեր երազանքը, հայկական երազանքը։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան։ Դե ես առաջարկում եմ անկախությունը դիտարկել որպես միջոց, որը պետք է մեզ հասցնի մեր երազած հայրենիքին։ Սա ընդհանրապես միջոց է։ Անկախության հռչակումը միջոց էր, անկախությունը միջոց դիտարկենք եւ փորձենք մեր ջանքերով, մեր քրտինքով, միայն եւ միայն մեր ջանքերով, միայն մեր քրտինքով, առանց ուրիշների վրա հույս դնելու, հասնենք այն երազանքներին, որ գալիս է մեր անցյալից եւ դեռ մեր ապագան պետք է գնա։ Ընտիրեր ասված, Նարեկ։ Ես երկու բան կուզեի ասել, Առաջինը հիմա այսպես մի հատ PR ակցիա է սկսել, ինչ որ քաղաքական ուժեր մեզ փորձում են համոզել, որ փլվեց սովետական միությունը եւ Հայաստանը անկախացավ եւ ժամանակագրությունը խառնում են։ Ես ուզում եմ մեկ ընդմիշտ բոլորս ճիշտ հիշենք, որ սկզբից Հայաստանը ուզեցավ դուրս գալ եւ հետո 3 տարի հետո նոր անպայման մենք դա նշեցինք ամենասկզբից։ Եվ որպեսզի դուխ տամ, ինչ որ լավ բաներ ասեմ, տեսեք, որքանով զարգանում են տեխնոլոգիաները, այնքան փոքր անկախ երկրներին ավելի հեշտ է ապրել։ Եթե չունես բնական ռեսուրսներ, համակարգիչ առ IT ռեսուրսներ ստեղծի, եթե չունես էներգետիկ ռեսուրսներ, արևային պանել դիր եւ ստեղծի։ Մի խոսքով, որքան այս ամեն ինչը զարգանում է, այնքան մեր նման երկրներին հեշտ է լինելու եւ գնալով ավելի լավ։ Վազգեն։ Ուզում ես պոզիտիվով ավարտենք։ Ես ուզում եմ ավարտեմ ազատու խոսքով։ Ես իրականում ես ուզում եմ, որ չգիտեմ երբ դա կլինի, բայց իսկապես երբ հարց չառաջանա թե արդյոք լավ, արդյոք մենք զգում ենք այդ անկախությունը, արդյոք մենք ազատ ենք, որ դա լինի հասարակ բան, դա լինի հռետորական հարց, ոչ թե ինչ որ լուրջ հարց, որ ակնկալում է պատասխան։ Ես վստահ եմ, որ գալու է այդ օրը, թե ոնց ենք։ Միգուցե սա հենց այն սկսած 90-ականներից ի նկատի ունեմ, այն թանկ արժեքներ, այն գիններ, որ պետք է վճարվեր, որպեսզի հետագայում մենք ունենանք այն, ինչը կոչում ենք ազատ անկախ Հայաստան։ Շնորհակալ եմ, Ազատուհի։
Ես էսպիսի կոչով, հա, կավարտեմ իմ խոսքը, որ հատկապես իմ սերնդակիցներին բան խոսքս ուղղելով, որ հարկավոր է այստեղ լինել լավ մասնագետ եւ հետագայում արդեն տարիներ անց միջազգային հանրությունում, միջազգային ասպարեզում Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու համար, այստեղ աշխատել եւ լինել լավ մասնագետ Հայաստանի համար։ Շնորհակալ եմ, ես ուզում եմ նշել, որ իմ տաղավարում ներկա գտնվող թե ավագ սերունդը եւ թե մանավանդ երիտասարդ սերնդի յուրաքանչյուր ներկայացուցիչ ցանկացած միջազգային ինստանցիայում, այլ երկրում կարող էր գտնել գուցեև ավելի լավ վարձատրվող որևէ աշխատանք իր մասնագիտության մեջ, սակայն նրանք ապրում են, ստեղծագործում են, արարում են, ուսումնասիրում են Հայաստանում։ Ավարտելով այսօրվա եթերը, կասեմ մի բան. մեր անցյալը հաճախ կշերքի ծանրաքարերի պես կախված է մեր ոտքերից եւ մեզ տանում է դեպի անդունդ։ Կամ մենք պետք է կարողանանք հաղթահարել անցյալը, որպեսզի ապրենք այսօր եւ կարողանանք ստեղծել հետեւաբար նաեւ վաղը, կամ երբևիցե առաջ խաղացում չենք ունենա, որովհետև ծանրաքարերը իսկապես շատ են ծանր։ Այսօրվա ներկան ստեղծելով միայն կարող ենք խոսել վաղվա ապագայի մասին։ Եվ իհարկե, եթե վստահ ես այսօր քո ուժի, մկանային ուժի, կամքի, քո մտածողության ու քո արժեքային համակարգի վրա, ապա վաղվա օրը վստահորեն կարող ես կառուցել շատ ամուր եւ կուռ տուն, որը կոչվել է, կոչվում է եւ վստահ եմ, որ կկոչվի Հայաստանի անկախ հանրապետություն։ Շնորհավոր տոնդ իմ Հայաստան։